Կին Ղազարյան ներողություն ցակրավորների մահը ցանկանալու հետ կապված ձեր ելույթին հակադարձումներ եղան, մասնավորապես ձեզ հիշեցնում էին, որ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ ասում էր ինչու չես զոհվել, հետո պարզաբանեց, որ դա Ղարաբաղյան էլիտային է վերաբերում, բայց ամեն դեպքում ղարաբաղցիները նույնպես հայեր են, այսինքն չի ստացվում, որ Փաշինյանը նույնպես հայերի մահն էր ցանկանում, այդ դեպքում ինչի, այն դեպքում դուք չափչեցիք։ Դուք արդեն իսկ վարչապետի պարզաբանումը նշեցիք, ավելացնելու բան չունեմ, ակնկալում եմ, որ այս հարցը կուղղվի Էդգար Ղազյանին, թե ինչու դեռևս նա ներողություն չի խնդրել հայի մահ ցանկանալու համար։ Փաշինյանն էլ Ես ասում եմ, պարոն վարչապետը իր հայտարարությունը մեկնաբանել է եւ ես կարծում եմ, որ քաղաքացիները իրենց քվեով հաստատել են, որ իրենք հասկանում են, թե ինչ նկատի ունի վարչապետը։ Ինչու՞ չէ զոհվել ընդունելի է։ Ժամանակն է, որ մեր հանրությունը նկատի, հատկապես ընդդիմադիրները, որ մեր հասարակությունը շատ լավ է հասկանում, թե ինչ նկատի ունի վարչապետը եւ ինչ կոնտեքստում։ Վարչապետի արված հայտարարությունը քաղաքական հայտարարություն է, ուղղված հստակ անձի։ Քաղաքական հայտարարություն չէ, քաղաքական հայտարարություն չէ, ուզել հայ սակրավորի մասին։ Վարչապետը մահ չի ցանկացել։ Վարչապետը մահ չի ցանկացել։ Լավ էլ դիակ չեն ցանկացել տեսնել։ Ոչ, Հայաստանի Հանրապետության վարչապետը քաղաքական հարցադրում է արել քաղաքական գործին եւ վարչապետը որևէ կոնտեքստում հայ մահ ցանկանալ չի կարողացել եւ չի ցանկացել։ Օսիպյանը քաղաքական գործիչ է եւ տեղի է ունեցել քաղաքական բանավեճ, որում հնչել են հստակ հարցադրումներ։ Դուք քանի որ հավակնում եք Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնին, եվրոպական արժեքները կարևորող քաղաքական գործիչ եք, Տիկին Ղազարյան քննչական կոմիտեն հանգստյան օրերին մի հաղորդագրություն տարածեց, որտեղ սպանություն պատվիրելու դեպքի հետ կապված տեղեկություն էր հաղորդում եւ կնոջ անձնական կյանքին վերաբերվող մանրամասներ էր հայտնում։ Արդյոք սա դուք մտահոգիչ չեք համարում, սա է ձեր պատկերացված եվրոպական դուք նկատել եք անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը իմ կարծիքը ամբողջությամբ տեղավորվում է այդ հայտարարության մեջ քննչական կոմիտեի կողմից ատարված հայտարարությունը չպետք է փորձ լիներ բավարարելու հանրության ակնկալիքները եւ մնացած բոլոր իրավական ձևակերպումներում ես ամբողջությամբ կիսում եմ անձնական տվյալների գործակալության կոմիտեի դիրքորոշումը, որ ուզում հիշեցնել, որ գտնվում է Արտադրության նախարարության ներքո։ Սա իշխանության նոր գործելավոճն է քաղաքացուն անձին միջև վերջ ոչնչացնելու Տիկին Ղազարյան։ Նարեկ Ես նման գնահատականի հետ համաձայն չեմ, իսկ ինչ վերաբերում է նշված հայտարարությանը, արդեն ասեցի, որ ես կիսում եմ անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարությունը վերից վար, որը գտնվում է, ուզում հիշեցնել, վարչապետի կողմից ձևավորված կառավարության անդամ Արտադրության նախարարության ներքո։ Այսինքն վարչապետի հովանու ներքո այդպիսի հայտարարություններ ուրեմն տարածվում եւ պաշտպանվում եւ արդարացում նման գործեր։ Ինչ հայտարարություն վարչապետի ներքո հովանության ներքո։ Ես նման վարկածով չի առաջնորդվի, ես որպես падգամավոր, ով վերահսկողություն է իրականացնում գործադիր մարմինների նկատմամբ, բավարարված եմ Արտադրության նախարարության ներքո գործող գործակալության հայտարարությամբ։ Քննչական կոմիտեի տարածած նմանատիպ հայտարարություններ առածակ բարոյական եք համարում։ Ես վստահ եմ, որ դուք առիթ կունենաք քննչական կոմիտեին հարց ուղղել, թե ինչու են իրենց դեք ունենաք։ Ես ասում եմ կրկին, ինչքան էլ հարց տակ, որ ես սատարում եմ կառավարության ներքո գործող գործակալության տարածած հաղորդագրությունը։ Քննչական կոմիտեի այդ գործելավոճը Ժորժան դատապարտելը քաղաքական կատեգորիա չէ, նման կատեգորիաներով ես չեմ առաջնորդվում։ Եթե որովհետև քաղաքական գործիչը արել է մի հայտարարություն, ես չեմ դատապարտում, ես իրենից պահանջում եմ ներողություն խնդրել հասարակությունից։ Քննչական կոմիտեից ներողություն խնդրել մարդու անձնական Քննչական կոմիտեն վստահ եմ առիթ կունենա հայտարարությամբ հանդես գալ, թե ես չեմ պատրաստում հիմա ստանձնել քննչական կոմիտեի խոսնակի պարտականությունները, այսքանը։ Պարտականությունները ստանձնել եւ տարածում եք հաղորդագրություն։ Ես պաշտպանում եմ կառավարության ներքո գործող գործակալության հայտարարությունը, առաջարկում եմ բոլորին։ Այո, եւ հուսով եմ դուք էլ հանդիպություն կրում եք։ Դիտարժեքները գրելով տարակուսած են։ Դե ինչ որ դուք ներկատի ունեք, երբ որ ինձ եք վերագրում։ Ինչ նկատի ունես։ Որ մարդու իրավունքները հարգվում են անձեռնմխելի։ Եվ հուսով եմ, որ այս շենքում գտնվող բոլոր անձինք հարգում են մարդու իրավունքները։ Չէ, բայց մենք տեսանք, որ այս հաղորդագրությամբ մարդու անձնական կյանքի դրա համար անձնական տվյալների պաշտպանության կոմիտեն գործակալությունը հանդես եկել հայտարարությամբ։ Ինձ ոչինչ չտվեց հաղորդագրության մեջ։ Այո, այդ դրվագ ինձ ոչինչ չտվեց։ Դե
Այսինքն ձեր կարծիքով հանրությանը շատ հուզում էր այն, թե Գագիկ Ծառուկյանի դուստրը կամ մեկ այլ Ես առաջարկում եմ մենք մեր խոսակցությամբ չտարածենք այդ մարդկանց վերագրվող անձնական պատմությունը։ Ես այս խոսակցության մաս չեմ դառնում։ Ես այս խոսակցության մաս դառնալ չեմ ցանկանում։ Այլ հարցեր կան, իրոք կպատասխանեմ։ Հանրությանը դարձավ այդ բամբասանքի մասը։ Մեդիա հաբի միկրոֆոն։